Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային երեկոն մեծ մոտ շարունակվում է եւ հիմա արդեն հերթը Մադրիդի, Ռեալին ու Մոնակոյին է միմյանց դեմ ուժերը չափելու համար։ Հանդիպումը մեկ տարկել է արդեն եւ եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Սա հիշեցնեմ 6-րդ տուրից հետաձգված հանդիպում է եւ արդեն այսօր թիմերը տեսնենք այս հետաձգված հանդիպան ընթացքում ինչ կփորձեն անել։ Սկսենք Մադրիդի Ռեալից, Զոհիլ Ալիրեզան պաշտպանում է դարպասը համար 1, Անուշապան Եղիազարյան համար 5, Էրիկ Կարապետյան համար 8, Էրիկ Մանուկյան համար 10, Գրիգոր Սարոյան համար 11, Արման Հակոբյան համար 17, Գոր Մանուշյան համար 73, Արսեն Հովանիսյան համար 77 եւ Արսեն Հակոբյան համար 93 վերջինս էլ Ռեալ Մադրիդի ավակն է։ Մոնակո Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1, Աղվան Գրիգորյան համար 2, նա թիմի ավակն է, Էրիկ Սարգսյան համար 5, Վահե Սարգսյան համար 7, Արթուր Հակոբյան համար 8, Գևորգ Մկրտչյան համար 11, Սմոտ Պերեդե համար 12, Սուրեն Մոսյան համար 14, Դավիթ Սարգսյան համար 15, Սիե Օնգուրա համար 20 եւ Նելսոն Արությունյան համար 22, այսպիսի հայտարարություն ունի Մոնակոն այս հանդիպման համար։ Շատ իսկապես հետաքրքիր հանդիպում է սպասվում, քիչ առաջ իհարկե մենք դիտում ենք արդեն Եվրոպա լիգայի իսայզապակիչ հանդիպումը, հիմա Մանուկյանն է զարգացնում արագություն ու հարվածում, բայց բրավո այստեղ Մոնակոյի դարպասապահ Մեսրո Բլնդոյանին շատ լավ սեյվ կատարեց ու հեռացեց, գնդակը այլապես կարող էինք տեսնել առաջին գոլ այս խաղում։ Դա տեղի չունեցավ, քանի որ Մոնակոյի դարպասում է Բլնդոյանը, տեսնենք այո ինչ կառաջարկեն թիմերը այս ամենից հետո մեզ հիմա Հակոբյանն ընդունում է գնդակը ու արդեն դեպի Մոսյանը փոխանցում, լավ արագություն է զարգացնում Մոսյանը, բայց այստեղ Եղիազարյանը կանգնեց Մոսյանի ճանապարհին, հիմա երկրորդ տեմպով է Սուրեն Մոսյանը փորձում գրոյի անցնել, բայց ստիպված եղավ այս իրավիճակում հետ նահանջել ու հիմա սխալվեցին Մոնակոյի ֆուտբոլիստները, բայց արագ գրոհ կազմակերպել արքայական ակումբի մոտ ստացվեց։ Ու ես իսկ նետել Ռեալը Մանուկյան լավ տարավ գնդակը, բայց մի փոքր հեռու թողեց այստեղ Էրիկ Մանուկյանը ու կարողացան Մոնակոյի ֆուտբոլիստերը հեռացնել գնդակը, այստեղ երկար փոխանցում տեսանք առաջ, բայց Ալիրեզան առանց խնդիրների, առանց բարդությունների տիրեց այս իրավիճակում գնդակին։ Հայացք նետենք հիմա մրցաշարային աղյուսակում տիրող պատկերին, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը։ Այս պահին Մոնակոն գտնվում է 11-րդ հորիզոնականում, վաստակած 14 միավորով ու կարող է միանգամից շատ մեծ քայլ կատարել հաղթանակի հասնելու դեպքում, կշրջանցի նույնիսկ 8-րդ հորիզոնականում գտնվող
Միլանին, Մոնակոն, այո, պատկերացնում եք մի անգամից 3 հորիզոնական վեյկը բարձանա ու հենց այ մեկ տարկում այո բացում է հանդիպան հաշիվը 1-0 Մոնակոն առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Դավիթ Սարգսյան 1-0 շատ լավ հարված կատարեց Սարգսյանը այս իրավիճակում հաշվի առավ Ալիերեզայի դարպասից դուրս եկած դիրք ու կարողացավ նրա վրայով անցկացնել գնդակը դեպի դարպաս իսկապես շատ վարպետորեն հարված տեսանք Սարգսյանից 1-0 տեսնենք արդեն ինչով կփորձի պատասխանել այս ամենին Մադրիդի Ռեալը նույնիսկ մրցաշարային հարուսակը չհասցրեցինք դիտարկել հիմա այս գրողը, տեսնենք Մանուկյանը հաջող խլում է կատարում ու շարժվում առաջ, տեսնենք այս հակագրողը իշ կտա Մադրիդի Ռեալին Մանուչանյանը հաշիեցնում է, բայց արդեն ընկավ իհարկե Մադրիդի Ռեալի գրողի տեմպը հասցրեց նահանջել ու վերադասավորվել այս իրավիճակում Մոնակոն Կարապետյան եթե ստացվեր, բայց Մանուկյանը ամեն դեպքում խլեց գնդակ այս իրավիճակում, հիմա տեսնենք Գրո ինչ ավարտ կունենա Հակոբյան, կրկին Մանուկյան ու կրոս դեպի Տուգանայինի Մատույստեր, Կարապետյանը հարվածում է ու այստեղ պաշտպանը կարողացավ վերացնել գնդակը անկյունային է վաստակում հիմա Ռեալը այո բաց թողած գնդակը իր ազդեցություն ունեցավ արքայական ակումբի գործողություններում ու հիմա շարժվել է առաջ Մադրիդի Ռեալը տեսնենք կատարված է անկյունային է այստեղ Հակոբյանն է հարվածում ու այստեղ տեսնենք 11 մետրանոց հարված է պահանջում Մադրիդի Ռեալը Մրցավարը այո ամեն դեպքում կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանանք ինչ է տեղի ունեցել Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Մոնակոյի դարպասի ուղղությամբ այո ակտիվությունը տվեց իր արդյունքը Մադրիդի Ռեալի գործողություններում ու հիմա ունեն հնարավորություն հաշվի հավասարությունը վերականգնելու թիմի ավակ Արսեն Հակոբյանն է գնդակի մոտ տեսնենք ինչպես կստացվի 11 մետրանոցի իրացումը արդյոք Հակոբյանը դիպուկ կգտնվի թե Բլնդոյանը կհեռացնի գնդակը այդ հարցի պատասխանը կստանանք վարկյաններ անց Ամեն ինչ պատրաստ է արդեն ու տեսնենք Արսեն Հակոբյան թե Մեսրոպ Բլնդոյան կամրցավարի սուլիչը Հակոբյանը մոտենում է գնդակին հարվածում անկասելի հարվածում ու հավասարեցնում հանդիպան հաշիվը 1-1 Արսեն Հակոբյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է չկրայեց այս իրավիճակում Բլնդոյանը գնդակի ուղղությունը իհարկե ունի հարվածողը այսպիսի իրավիճակում առավելություն դարպասապայի նկատմամբ ու ամեն ինչ կարելի ասել սկսվում է 0-ից թիմերը փոխանակվեցին շատ արագորեն մեկական խփած գնդակներով եւ տեսնենք արդեն մնացած ժամանակահատվածում ինչ կփորձեն անել Գրիգորյան Լավ փոխանցում դեպի Մոսյանը, Մոսյանն դեպի կենտրոն շարժվեց, բայց այստեղ լավ էր մտածել Մոսյանը իհարկե փոխանցումը չանցավ այստեղ էլ բարձեց ոտքը ու Սիեն կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին, բայց Մանուկյանն է աչեզրով շարժվում առաջ իհարկե Մոսյանը չունի արագության հետ կապված որևէ խնդիր ու այսպիսի իրավիճակներում հեշտությամբ ոչ մի մրցակցի չի զիջում, հիմա կար խաղի կանոնների խախտում Մոսյանի դեմ պայքարում արագորեն խաղարկեց Մոսյանը գնդակը Սարգսյանի հետ ու դեպի Սիեն փոխանցում Սիենը լավ էր նկատել
խաղը ընկերոջը, բայց ուժեղ կատարեց այստեղ փոխանցում ու եզրից կնետի Մադրիդի Ռեալը։ Մանուչարյան։ Այո, միայն հաստրեցին խոսել մրցաշարային աղյուսակում Մոնակոյի տեսանկյունից Մադրիդի Ռեալը նույնպես հաղթանակի հասնելու դեպքում կշրջանցի հիմնական մրցակիցներից մեկին Երևանին ու մեկ հորիզոնական վեր կբարձրանա, այսպես Ռեալը ունի 9 հանդիպումից հետո 7 միավոր եւ հաղթանակի հասնելու դեպքում Երևանին շրջանցելով կբարձրանա 13-րդ հորիզոնական Հակոբյան գեղեցիկ փոխանցում դեպի Մանուկյանը Կարապետյան 2-1 Ռեալն առաջ է հասնում հաշվի մեջ։ Եվ այսպես է տոնում իր խփած գնդակը Կարապետյանը։ Էլի Կարապետյան 2-1 դարձավ գոլի հեղինակ Կարապետյանը Մանուկյանն էլ գոլային փոխանցում գրանցեց իր անվան դիմաց, բայց հանուն արտարության այս գրողը սկսեց նորից թիմի ավակ Արսեն Հակոբյանից իր գրագետ փոխանցում կատարեց Մանուկյանին, վերջինս էլ գնդակը հասցեագեց Կարապետյանին, ով գրավեց Մոնակոյի դարպասը 2-1 հիմա արդեն Մադրիդի Ռեալը հաղթողի կարգավիճակում է այս խաղում ճիշտ է առաջին անգամ, բայց շատ լավ կարողացան դուրս գալ այդ բարդ իրավիճակից, իհարկե ծանր էր հանդիպանից մեկ տարկում բաց թողնել գնդակ ու տեսեք 2 րոպեի ընթացքում 3 րոպեի ընթացքում ներողություն 2 գնդակ հեղինակեց Մադրիդի Ռեալը Կարապետյան ու հիմա կար այո խաղի կանոնների խախտում կար Կարապետյանի կողմից եւ ստանդարտը խաղարկեցին Մոնակոյի ֆուտբոլիստները, բայց հիմա Մանուկյանը եթե կարողանար հաջող կերպով խլումը կատարել, ապա բավական վտանգավոր ու սպառնալից կլիներ Մոնակոյի դարպասի ուղղությամբ։ Հովանեսյան այստեղ մի փոքր հեռու թողեց գնդակով, բայց այստեղ էլ իր դիրքում էր Եղիա Սարյանը ու թույլ չտվեց մրցակցին հակագրող կազմակերպել, հիմա նորից անկման գնով փորձում է պահել գնդակի մոտ Հովանեսյանը, հետո էլ արդեն Կարապետյանի կողմից տեղի ունեցավ խաղի կանոնների խախտում։ Հակոբյան դեպի կենտրոն այստեղ, բայց քիչ էր մնում ներողություն Կարապետյանը խլում կարողանար կատարել, գնաց անկման ամեն դեպքում, Սիե գրում է Մոնակոն Հակոբյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ Հովանեսյանը նահանջեց ու օգտեց պաշտպանությունում, հիմա կրկին Մոնակոնը գնդակով մի փոքր երկարաձգեց այստեղ փոխանցում կատարելու դրվագ ու կարող էր կորցնել այս իրավիճակում Մոնակոյի ֆուտբոլիստը գնդակը, բայց ամեն ինչ այս իրավիճակում բարեհաջող ավարտվեց Մանուչարյան լավ փոխանցում է դեպի Մանուկյանից, նույն բանը արդեն այս իրավիճակում չստացվեց գնդակը Կարապետյանին հասցեագրել Մոսյան բայց այստեղ հաջող խլում կատարեց արքայական ակումբ ու հիմա կարող են արագակագրով զարգացնել իհարկե եթե այսպես դանդաղ են Մոսյանը դա թույլ չի տա Հակոբյան կա փոխանցումը ու անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում այստեղ էլ արդեն Մոնակոն Մոսյանն է տեղադրել գնդակը կա փոխանցումը Ալիրեզան հեռացեց գնդակ ու հիմա սա հնարավորություն է Ռեալի համար Մանուչարյանը շտապում է առաջ դեպի Մանուկյանը փոխանցում կարողացավ կատարել միանում է գրոին նաև Կարապետյանը Մանուկյան լավ էր մտածել բայց վերջին պահին պարզեց ոտքը ու Գրիգորյանը թույլ չտվեց Մանուկյանի անցումը ստացվի հիմա արդեն եզրային նետման հնարավորությունը վաստակում այս իրավիճակում Մոնակոն կատարված է եզրային նետումը երկար փոխանցում ենք տեսնում դեպի Նելսոն Արությունյանը, բայց Սարոյանը այստեղ լավ պաշտպանվեց եզրային նետման հնարավորություն տալով Մոնակոյին Մոսյանը կնետի եզրից
կար փոխանցում նույնիսկ այստեղ Հարությունյանը գնաց հարվածի, բայց փոխարենը խախտեց խաղի կանոնները։ Այո, Մադրիդի Ռեալի անցկացած հանդիպումներից առավել տպավորվել է Երևանի դեմ հանդիպումը, հենց հիմնական մրցակցի, եթե չեմ սխալվում այդ խաղում 3-4 իջեց Ռեալը մրցակցին, ինչու այդ ամենը հիշեցի Կարապետյանի խփած գնդակից հետո առնվազն 6-7 գոլային հնարավորություն այդ խաղում կորցրեց Կարապետյանը, բայց այսօր առաջին իսկ խփումից, առաջին իսկ դրվագից հասավ հաջողության ու տեսնենք արդեն մնացած ժամանակահատվածում ինչ կփորձի անել։ Հիմա կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ Մոնակոյի կազմում խաղադաշտ մտան Գևորգ Մկրտչյանն ու Վահե Սարգսյանը ու տեսնենք արդեն թարմ ուժերով ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել։ Մոսյան լավ էր մտածել, բայց գնդակը այստեղ չհասավ Սարգսյանի Սարոյանն է նորից պայքարի մեջ Սարոյան ու դուրս եկավ, ամեն դեպքում չհասավ գնդակի Սարոյան, իհարկե եթե հասներ բավական վտանգավոր հակագրոհ էր սպասվում Մոնակոին, բայց հիմա Մանուկյանը պրեսինգի է գնացել ու կարող էր նորից խլում կատարել այստեղ Մանուկյանը, իհարկե շատ հաջող Սարգսյանը պաշտպանվեց, հարվածեց ու հավասարեցեց հանդիպան հաշիվը 2-2։ Էրիկ Սարգսյան 2-2 հաշիվը հավասար է, ինչպիսի է հարված կատարեց Սարգսյանն այս իրավիճակում, ճիշտ է մի փոքր գնդակը շեղեց իր ուղղությունը դիպչելով Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստին, թեթևակ է հարադարձ, բայց դա չխանգարեց Սարգսյանին հասնելու հաջողության գեղեցիկ գոլեր իսկապես այս իրավիճակում ու հանդիպան հաշիվը հավասար է, հիմա էլ Սիեն է հարվածում ու Սարոյանն է փակում գնդակի ճանապարհը, Մանուչարյանն էլ հացավ ու պահեց այն դաշտի սահմաններում, շատ լավ փոխանցում դեպի Մանուկյանը, հասավ գնդակը այս իրավիճակում Մանուկյանին ու տեսնենք այս գրոհը ինչ է տալու Մադրիդի Ռեալին։ Իսկապես հետաքրքիր հանդիպում ենք դիտում, արդեն գոլարատ խաղակես ունենք ու դեռ խաղակեսի ավարտին էլ բավական խաղաժամանակ կա, թիմերը տեսնենք ինչ կփորձեն անել խաղակեսի մնացած ժամանակահատվածում։ Այո, իսկապես Սարգսյանի հարվածը դիպուկ էր ու ոչինչ անել այս իրավիճակում Ալիրեզան նույնիսկ չհասցրեց, չպատկերացեց ինչպիսի հետագիծ ունեցավ գնդակը, այստեղ իհարկե ոչինչ ասել այլևս չենք կարող։ Փայլուն գոլի հեղինակ դարձավ Սարգսյանը ու հիմա տեսնենք Կարապետյան փակվեց Կարապետյանի հարվածի ճանապարհը, հիմա միանգամից Մադրիդի Ռեալը նետվել է առաջ, Հովանեսյան հերվից հարված ու Բլնդոյան այստեղ չդիպավ գնդակին հաշվի առնելով, որ արդեն Հովանեսյանի կատարած հարվածը բավական բարձր է։ Մկրտչյան գնդակով Մոնակոյի 11 համարն է, դեպի Սիեն փոխանցում կատարեց Սարգսյան նորից Մկրտչյանի խաղարկեց գնդակը բաժին ասավ Սուրեն Մոսյանին, կրկին Մկրտչյանն անդադար կարող են իհարկե երկու թիմերն էլ այսպես խաղարկել գնդակը, բայց դա կարող է ռիսկ պարունակել իր մեջ։ Հիմա տեսեք արդեն Մադրիդի Ռեալը գնաց պրեսինգի ու ստիպեց մրցակցին սխալվեր։ Ես նետումը կատարված է, բայց Մկրտչյանը այստեղ ուղղեց իր կորցրած գնդակի դրվագը, Հովանեսյան ևս մեկ հարված անդադարձ Սարգսյանից, բայց Բլնդոյանը այս անգամ տիրեց գնդակին ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ Ալիրեզյանը դեմ Մոսյանի գնաց միջև վերջ Մոսյանը այո խախտեց այստեղ ամեն դեպքում խաղի կանոնները Ալիրեզյան իհարկե դարպասապահը ունի առավելություն իր տուգանային հրապարակում եւ ֆուտբոլիստի ցանկացած հպում արդեն իսկ խաղի կանոնների խախտում է։ Ու հիմա կամրցավարի Սուլիչը նորից Մադրիդի Ռեալը սկսում է խորքից Սարոյան
իսկապես շատ հաջող ելույթեր է ունենում Winter Cup-ի ասմարսաշարում իր թիմի կազմում։ Սարոյանը շատ լավ պաշտպան է հիմա Մանուկյանի հարվածն ենք տեսնում ու Բլնդոյանը հեռացեց գնդակ այո ավարտեն միտքս իսկապես Մադրիդի Ռեալը պաշտպանությունում երբ ունի Գրիգոր Սարոյանի պես իհարկե հետ քաշված պաշտպան դա մի փոքր թիմին տալիս է հանգստություն թիկունքը ապահովված լինելու գործում ու Սարոյանը շատ լավ կերպով կարողանում է իր առջև դրված խնդիրը կատարածել հիմա կա փոխանցումը կա հարվածը ու Բլնդոյանը հիմա հեռացեց գնդակը Կարապետյանի հարվածը վտանգավոր էր ու եւս մեկ անկյունային կիրաստի Մադրիդի Ռեալը բայց արդեն հակառակ եզից խաղարկված է գնդակը այստեղ չկար խաղի կանոնների խախտում ու հարված կլինի Մոնակոյի դարպասից երկար փոխանցում Սարգսյանից այստեղ Սարոյանը փորձեց հեռացնել բայց գնդակը Նելսոն Հարությունյանին բաժին ասավ հետո էլ Հարությունյանի հարվածը չստացվեց ու հարված կլինի արդեն Ալիերեզայի պաշտպանած դարպասից Եղիազարյան կատարեց փոխանցում բայց տեսեք որտեղ է հասել Սարգսյանը ու ինչպեսի անցում էր նախապատրաստել բայց դիպավ այս իրավիճակում գնդակը մրցավարին ու հիմա վիճաբանական դրվագ է նշանակել մրցավարը ուղարկեց գնդակը կրկին Սարգսյանին ու հարված ենք տեսնում եւս մեկ անգամ հերվից բայց բարձր ստացվեց այս դրվագում արդեն Էրիկ Սարգսյանի կատարած հարվածը սի է Դավիթ Սարգսյանն է հիմա այլ գնդակով այո այսօր Մոնակոյի երկու գոլերն էլ հեղինակել են Սարգսյան անվան ազգանվան տնտեսություն ֆուտբոլիստներ առաջին դրվագում Դավիթ Սարգսյանը դարձավ գոլի հեղինակ երկրորդ դրվագում գոլն իր անվան դիմաց գրանցեց արդեն Էրիկ Սարգսյանը Կարապետյան մնաց գնդակով Կարապետյանը հասցրեց փոխանցում կատարել բայց արդեն Սիեին բաժին հասավ հետո խնում կատարեց Կարապետյանը Հովանեսյանն էլ հարվածեց բայց փակվեց Հովանեսյանի հարվածի ճանապարհը Ալիրեզա ուղարկում է գնդակը Հակոբյանին Հովանեսյան խաղարկում է գնդակը արքայական ակումբը շատ հաջող փոխանցում է դեպի Մանուկյանը տեսնենք ինչ որոշում կայացի Մանուկյանը դեպի Կարապետյանը բայց ցայթակեց այս իրավիճակում Կարապետյանը հիմա արագ Մոնակոյի պատասխանին են ականատես լինում Մոսյան լավ էր մտածել չանցավ գնդակը կարող է հերվից փորձել նույնիսկ Մոսյանը այդպես էլ արեց բայց Ալիրեզանի դիրքում է լավ հարված ու լավ սեյֆ տեսանք դարպասապայից եւ Մոսյանից այս իրավիճակում հիմա եզից կնետի Մոսյանը երկար նետում է կատարում դեպի Տուգանայինի մատույցներ բայց հեռուն գնաց գնդակում հիմա արդեն եզից կնետի Մադրիդի Ռեալը Մանուչարյան այստեղ կորցրեց գնդակը Մանուչարյանը Դավիթ Սարգսյանն է խլում կարողացել կատարել ուղարկեց գնդակը Սիեին անցավ մեկ մրցակցի հարված ու Ալիրեզան նորից վերցնում է գնդակը առանց խնդիրների եւ շատ հաջող փոխանցում կարողացավ կատարել նորից Մանուչարյանի ուղղությամբ նետվում է առաջ Մանուչարյանը հիմա գուցե հերվից հարվածի ոչ շատ գրագետ փոխանցում Կարապետյանին Մանուկյան 3-2 գեղեցիկ էր այս ամենը հիմա էլ արդեն հակառակ պատկերը Կարապետյանն է փոխանցում կատարում իսկ Մանուկյանը դնում է գրոյի եզրափակիչ մասը Երկու նորից Մադրիդի Ռեալն առաջ է հասնում հաշվի մեջ, այո, գոլի հեղինակ այս իրավիճակում արդեն դարձավ Էրիկ Մանուկյանը
Կարապետյան այս իրավիճակում էլ հասցեակեց գնդակը խաղը ընկերոջ ու խաղակեսի վերջն ասել իսկապես շատ կարևոր գոլ է խփում Մանուկյանը Մադրիդի Ռեալի համար 3-2 նորից Ռեալը հաղթողի կարգավիճակում է հայտնվում ու տեսնենք այս խաղակեսի մնացած կարճ ժամանակահատվածում ինչ է փորձելու առաջարկել Մոնակոն պետք է իհարկե փորձել հավասարեցնել հաշիվը նոր գնալ ընդմիջման բայց շատ խաղաժամանակ այդ ամենի համար Մոնակոն չունի հիմա հարված կտեսնենք Ալիրեզայի դարպասից Եղիազարյան ու վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ է լավ վարտվում է կարճատև դադարը մեզ մոտ որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում են Մադրիդի Ռեալն ընդդեմ Մոնակոյի հանդիպան երկրորդ խաղակեսը գոլ առատ առաջի խաղակես ունեցան 3-2 հաշվով Առայժմ առաջի կեսից հետո հաղթողի կարգավիճակում է Մադրիդի Ռեալը ու տեսնենք երկրորդ խաղակեսի ինչպիսի ընթացք կստանա նախ կարողացավ Մոնակոյի կազմում Դավիթ Սարգսյանը բացել այս հանդիպան հաշիվը հետո Արսեն Հակոբյանը դիպուկ գտվեց 11 մետրով նշակետից հավասարեցնելով հանդիպան հաշիվը րոպեներ անց Էրիկ Կարապետյանը առաջ մղեց Մադրիդի Ռեալին հաշվի մեջ հետո Էրիկ Սարգսյանը վերականգնեց Մոնակոյի կազմում հաշվի հավասարությունը իսկ արդեն խաղակեսի վերջնամասում գեղեցիկ գրոյի ավարտը դրեց Էրիկ Մանուկյանը ու խփեց Մադրիդի Ռեալի երրորդ գնդակը այս խաղում 3-2 առաջի կեսից հետո հաղթում է Ռեալը մրցակցին տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կփորձեն անել երկու թիմերը հատկապես իհարկե առաջինը խոսքը վերաբերվում է Մոնակոյին պետք է մտածել հանդիպան հաշվի հավասարությունը վերականգնելու մասին եկեք ևս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները սկսենք Ռեալ Մադրիդից Ալիերեզան պաշտպանում է դարպասը համար 1 Մոսյանի մայիս գրոյից հետո բայց չեղ ստացվեց Մոսյանի հարվածը Անուշավան Եղիազարյան համար 5 Էրիկ Կարապետյան համար 8 Էրիկ Մանուկյան համար 10 Գրիգոր Սարոյան 11 Արման Հակոբյան 17 Գոր Մանուչարյան համար 73 Արսեն Հովհաննիսյան համար 77 եւ Արսեն Հակոբյան համար 93 Մոնակո Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Մոսյանը հաջող խլում կարողացավ կատարել, բայց փոխանցումը մի փոքր անհաջող է, չնայած Հարությունյանը հասավ ու պահեց գնդակը դաշտի սահմաններում, բայց փոխանցումը այստեղ չանցավ ու Եղիազարյանն է հիմա շարժվում առաջ, գնաց այստեղ Սարգսյանը ու հեռացեց գնդակը, շարունակում ծանոթացնել Մոնակոյի հայտարարությունից սկսեն նորից Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Աղվան Գրիգորյանը համար 2 Էրիկ Սարգսյան համար 5, Վահե Սարգսյան համար 7, Արտուր Հակոբյան համար 8, Գևորգ Մկրտչյան համար 11, Սուրեն Մոսյան համար 14, Դավիթ Սարգսյան համար 15, Սիե Բանգուրը համար 20 եւ Նելսոն Հարությունյան համար 22։ Միայն մի փոքր ուղում, այստեղ ինձ մոտ նշված է Էրիկ Սարգսյանը 5 համարով, բայց նա այսօր խաղադաշտում է 12 համարի մարզա հագուստով ու նաեւ այսօր դարձավ գոլի հեղինակ, հիմա չարաբաստիկ անդրադարձ կարող է լինել Մադրիդի Ռեալի համար, բայց ամեն ինչ լավ ավարտվեց փոխարենը անկյունային հարված ամեն դեպքում Մոնակոն այստեղ վաստակել է Տեսնենք այս անկյունային ինչ կտա Մոնակոին կա բարձից փոխանցում Սիեն ընդունեց գնդակը, բայց հարվածի հնարավորություն չտվեցին այստեղ Սիեին Գրիգորյան Շեհությամբ ընթացավ Գրիգորյանի կատարած փոխանցումը ու Ռեալը սկսում է խորքից գնդակը բաժին ասավ այստեղ Կարապետյանին դեպի Մանուկյանը ու եթե հիմա ստացվեր Մանուկյանի անցումը, ապա հարվածային դիրքում էր արդեն հայտնվելու Մանուկյանը Նելսոն Հարությունյան շատ հաջող ընդունեց գնդակը ու շարժվում է առաջ, հիմա էլ արդեն պատասխան գրոհը տեսնենք Մոնակոյի Դավիթ Սարգսյան, բայց այլ ուղղությամբ կատարեց փոխանցում, քան պետք էր այստեղ Սարգսյանը չհասկացան միայն Սարգսյանն ու Մոսյանը այս իրավիճակում, եթե գնար Մոսյանը այս գնդակի հետևից, եթե պատխաղարկումը ստացվեր, ապա գեղեցիկ ու վտանգավոր կլիներ, բայց
Կորցրեցին այս դրվագում Մոնակոյի ֆուտբոլիստները, հիմա այդ խաղի կանոնների խախտում կար Մանուկյանի կողմից, Սիեի դեմ պայքարում։ Ու ստանդարտ կիրաստի Մոնակոն կա մրցավարի Սուլիչը հարված այստեղ, հարվածի փորձ էր Սարգսյանից, բայց փակվեց գնդակի ճանապարհը, հետո էլ Մանուկյանը փորձեց հերվից աչքին նկատելով Բլնդոյանի դարպասից դուրս գալու փաստը, բայց Մանուկյանի հարվածը այստեղ չստացվեց, Դավիթ Սարգսյան շատ լավ նկատեց Մոսյանին ու կատարեց փոխանցում, Մոսյանն էլ հերվից է հարվածում ու մի փոքր շեղությամբ է ստացվում Մոսյանի կատարած հարվածը։ Ալիրեզա ուղարկեց գնդակը Եղեզարյանի ուղղությամբ, բայց այստեղ սխալվում են Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները ու արագ Մոնակոյի պատասխանը տեսնենք, Սարոյանը հաստրեց հեռացնել այստեղ գնդակը, այո։ Բավական վտանգավոր հակագրո էր պատրաստել Մոնակոն, եթե չլիներ այս իրավիճակում Սարոյանը, ապա չենք կարող ասել ինչպես կավարտվել, հիմա պայեց Բլնդոյանը գնդակը դաշտի սահմաններում ու մի փոքր ռիսկի է դիմում, բայց հաստրեց ազատվել գնդակից, Սարգսյանի փոխանցումն էլ դեպի Սիեն անցավ, բայց այստեղ Սիեն չհասցեագեց գնդակը, չհասցրեց հասցեագել Մոսյանին, այլապես գրող վտանգ է իրանից ներկայացնելու, հիմա հարված կլինի արդեն Ռեալի դարպասից։ Սարոյանն է պատրաստվում երկար փոխանցում կատարելուն, այդպես էլ վարվեց դեպի Կարապետյանը, լավ կարողացավ այստեղ Կարապետյանը գնդակը խաղանկերը չհասցեագել ու դեպի Մանուկյանն ենք փոխանցում տեսնում, վերջինս էլ դեպի աջ Մանուչարյան, շատ լավ փոխանցում էր դեպի Հովանեսյանը, բայց Հովանեսյանի հարվածը չստացվեց ու հիմա արդեն Մանուկյանը խախտեց խաղի կանոնները։ Տեղի ունեցավ փոփոխություն հիմա Մոնակոյի կազմում, Հակոբյանը վերադարձավ խաղադաշտ ու լքեց խաղադաշտը Սիեն, տեսնենք արդեն Հակոբյանը ինչ կփորձի անել թարմ ուժերով, հիմա Մոսյանը լավ տարածություն հաղթարեց, բայց վերջում հեռու թողեց իրենից գնդակը, Ալիրեզա դեպի Անուշաբը Եղեզարյանը կատարեց փոխանցում, Եղեզարյանն էլ դեպի առաջ, բայց այստեղ չկար ոչ ոք Ռեալի ֆուտբոլիստներից, իհարկե հիմա պետք է ավելի ուշադիր գործի Մադրիդի Ռեալը պաշտպանությունում հատկապես, ճիշտ է դեռ կա ժամանակ, դեռ Մոնակոն խաղի մեջ է Մոնակոն այս խաղում, այնպես չէ որ պարտվել է, այնպես չէ Ռեալը հաղթել է կամ հակառակ, իհարկե որևէ բան դեռ այս հանդիպանը համար բացահայտված չէ, իհարկե Մոնակոն շատ արագ կարող է խփել երկու գնդակ ու հաշվի առավելությունը իր կողմը դարձնել, դա մենք սովոր ենք տեսնել Մոնակոյից։ Ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչ կտա Մոնակոյի ֆուտբոլիստերին։ Կրկին Էրիկ Սարգսյանն է գնդակի մոտ, Մոսյանն է նույնպես այստեղ, բայց Սարգսյանն է հարվածում ու բարձր է ստացվում այստեղ Էրիկ Սարգսյանի կատարած հարվածը և հարված կլինի Ալիրեզայի պաշտպանած դարպասից եկան փոխանցում առաջ, մի փոքր անհաջող փոխանցում, բայց Կարապետյանը շտապեց մինչև վերջ, չնայած
Այստեղ Սարգսյանը հաջող անցում կատարեց, պետք է հարվածել, այդպես էլ անում է Սարգսյանը մի փոքր շեղությամբ է ստացվում Սարգսյանի կատարած հարվածը բավական լավ անցում էր իհարկե Մանուչարյան գեղեցիկ գործողություն տեսանք Մանուչարյանից չնկատեց Մանուկյանին հիմա շատ ճիշտ փոխանցում կատարեց ու Կարապետյանը չհասավ այստեղ գնդակին եթե նույնիսկ աննշան հպում տեղի ունենար ապա գնդակը դարպասում էր դրանում երկու կարծիք չի կարող լինել բայց այստեղ պարզեց ոտքը ամեն դեպքում Կարապետյանը ու չհասավ իհարկե հիմա Եզից կնետի ռեալը Մոսյանից է դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից Ալիրեզա երկար փոխանցում առաջ այստեղ դեպի Հակոբյանն է ուղղված այս փոխանցումը բայց Սարգսյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին ու հիմա էլ Մանուկյանը հեռացնում է գնդակը որքան հնարավոր է հեռու Հիմա եզից է ներելու Մոսյանը կա երկար փոխանցում ու գնդակը դարպասում է թե ոչ հիմա ոչ տպավորությունը այնպիսին է որ հայտնվեց բայց կողքից միայն գնդակը դիպավ ցանցին այո հիմա կարող էր իսկապես այս վտանգը վերածել գոլի Մոնակոն բայց չստացվեց Ամեն դեպքում իսկապես լինենք արդարացի Մոնակոն անում է ամենից Հարությունյանն ու հիմա նորից ուներ հնարավորություն Մոնակոն հաշվի հավասարությունը վեյա կանգնելու, բայց Հարությունյանի հարվածի հիմա էլ շեղությամբ ընթացավ։ Այո, անում են Մոնակոյի ֆուտբոլիստները ամեն ինչ, ամեն հնարավոր տարբերակ փորձում են գործի դնելու Հավասարեցնել հանդիպան հաշիվը այնպես չէ, որ չի ստացվում Մոնակոյի մոտ բացառությամբ իհարկե վերջին վճռորոշ հարվածի, որը առայժմ դիպուկ չի ստացվում Մոնակոյի մոտ Սարգսյան ուղարկում է գնդակը Նելսոն Հարությունյանի ուղղությամբ ու անկյունային հարվածը այստեղ վաստակում է Մոնակոն Տեսնենք անկյունայինը ինչ կտա Այս իրավիճակում Մոնակոյին ստանդարտները գուցե օգտության գան այս իրավիճակներում Սարգսյան կա փոխանցում է հեռացված է գնդակը ոչ այնքան հեռու Մոսյան Մարտիրոսյանը փակեց Մոսյանի հարվածի ճանապարհը բայց մնաց գնդակով Սուրան Մոսյանը հիմա սայթակեց ու կորցրեց չնայած խաղընկերները վերականգնեցին գնդակը Դավիթ Սարգսյանը հարվածի փորձու Մանուկյանն է կանգնում գնդակի ճանապարհին այո Դավիթ Սարգսյանը Որիորդ հարվածի փորձն է կատարում, նա նոմինալ պաշտպան է, ետ քաշված պաշտպան է, կենտրոնական պաշտպան է հանդիսանում Մոնակոյի կազմում, բայց այսօր մեկ անգամ արդեն դարձել է գոլի հեղինակ եւ քանի անգամ փորձել է հեռար հարվածով աչքի ընկնել Կարապետյանի շքեղ իհարկե գնդակի ճանապարհը փակելու մասին պետք չէ կարծում եմ խոսել ամեն ինչ շատ པարզ կերպով տեսակ ու այս ամենաավելի գեղեցիկ կլիներ իհարկե եթե Մանուկյանը ավարտել գոլով, բայց այստեղ չհարվածեց Մանուկյանը Փոխանցի հիմա անկյունային կիրասնի Ռեալը Հիմի ավակ Հակոբյանն է գնդակի մոտ կա փոխանցումը հիմա ստացվեց Մանուկյանի հարվածը բայց շեղությամբ ընթացավ գնդակը Վերջտեսվում է հանդիպումը Սարգսյան Եվս մեկ երկար փոխանցում, բայց շատ հեռու գնաց գնդակը այստեղ ու դուրս եկավ դաշտի սահմաններից իհարկե գոլառատության առումով կարծում եմ սպասելի է, որ երկրորդ խաղակեսը ավելի հանդարտ պայմաններում կանցնի, քան առաջի կեսը իհարկե սովորաբար հակառակ Արկերներին խաղադաշտում, երբ առաջին խաղակեսում օրինակ խփում է 1-2 գնդակ, ապա երկրորդ խաղակեսը էլ ավելի գոլառատ է ստացվում ավելի շրջանակներում, բայց իհարկե այդ մեկ գնդակի առավելությունը կարծում եմ հաշվի առնում է Մադրիդի Ռեալը ու դա
Իհարկե Մոնակոյի պես հզոր մրցակցի դեմ խաղում բավական է 3 միավորին արժանանալու համար ցանկացած խաղում իհարկե մեկ գնդակի առավելությունը հաղթանակ է համարվում, բայց իհարկե ունենալ այդ առավելությունը Մոնակոյի դեմ խաղում եւ կարողանալ միջև վերջ պահել կարծում եմ իհարկե արժանի հաղթանակ կլինի այդ ամենից հետո Մադրիդի Ռեալի համար Հիմա Փոփոխություն տեղի ունենում Մադրիդի Ռեալի կազմում Հակոբյանը վերադարձավ խաղադաշտ ու Եղիազարյանը լքեց խաղադաշտը Կարապետյան Շատ գեղեցիկ փոխանցում տեսանք դեպի Մանուչարյանը Մանուչարյան լավ ներանցում է փոխանցումը նույնպես Կարապետյան ու հիմա Հակոբյանը կարող էր դուբլի հեղինակ դառնալ, բայց բրավո Բլնդոյանին պահեց Մոնակոյին խաղի մեջ իսկապես եթե հիմա խփեր Ռեալը 4 գնդակ ու կրկնապատկել իր առավելությունը, ապա շատ բարդ կլինել պատկերացնել արդեն Մոնակոն ինչպես պետք է վերադառնա խաղ ու իհարկե այդ ամենի մեղավորը ճակերտավորը այսպես ասած Մեստրո Բլնդոյանն է կարողացավ այս իրավիճակում իսկապես փրկել Մոնակոյին վերահաս գոլից ու թիմին պահեց խաղի մեջ հիմա չանցավ Մանուչարյանի փոխանցումը Հակոբյան լավ անցավ մեկ մրցակցի բայց երկրորդի նույն բանը անել չստացվեց հիմա հարվածը կա ու Ալիրեզան առանց բարդությունների վերցրեց այստեղ գնդակը իհարկե ամենալավ հարվածը չէր սա Հակոբյանից որը մենք տեսել ենք որը նա կատարեց բայց ամեն դեպքում պետք է փորձել, պետք է ամեն ինչ անել հնարավորինս կերպով Մանուկյան կա փոխանցում ու հիմա նորից Բլնդոյանն է դուրս գալիս դարպասից ու կարողանում հեռացնել գնդակը ինչը կատարվում բոլոր փոխանցումները դեպի Մոնակոյի Տուգանային հրապարակ անցնում են այս րոպեներին ու միայն դարպասապանն է խոչընդոտ հանդիսանում Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստերի համար հիմա Սուլեց մրցավարը տեսնենք ինչ պատահեց Մոսյանին այս իրավիճակում Հովանեսյանն էլ ստացավ դեղին քարտ, բայց իհարկե հասկանանք առաջին հերթին ինչ է պատահել Մոսյանին բավական բարդ հարված ստացավ այստեղ Մոսյանը ոտքին բավական երկար տարածություն հաղթարեց միայնակ անցումներ կատարեց մի քանի մրցակցի ու հիմա վերջին դրվագում հարված ստացավ ոտքին Իհարկե հիմա եթե Մոսյանը չկարողանա շարունակել հանդիպումը բավական մեծ կորուստ կլինի Մոնակոյի համար հատկապես այս հաշվի պայմաններում երբ ընդամենը մեկ գնդակ է պետք հաշվի հավասարությունը վերականգնելու համար Այո ամեն դեպքում Մոսյանը կանգնեց ոտքի ու կմնա խաղադաշտում հիմա ստանդարտ է վաստակել Մոնակոն անչափ վտանգավոր դիրքում բայց այն պետք է ամբողջականացնել Արթուր Հակոբյանն է գնդակի մոտ ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Մոնակոյին Հակոբյանը հարված ու այստեղ Ալիրեզան վերցնում է գնդակը փորձեց տեսնել գնդակը դեպի վերին անկյունը բայց այստեղ այս իրավիճակում լավ գործեց Ռեալի դարպասապահ Հովանեսյան Կա փոխանցում դեպի Մանուչարյանը, շատ լավն էր Մանուչարյանի փոխանցումը, Կարապետյանն էլ փորձեց այստեղ գնդակը հասցնել Մանուկյանին, բայց վերջին պահին չանցավ գնդակը։ Գրիգորյան այստեղ Մանուկյանը խլում կարողացավ կատարել, հետո սայթակեց ու
Մկրչյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, անկյունային է վաստակում Մադրիդի Ռեալ այս իրավիճակում։ Ու տեսնենք արդեն անկյունայինը ինչ կտա Ռեալին կա ցածից այս անգամ փոխանցում, բայց Մկրչյանը փակեց գնդակի ճանապարհը, հետո մնաց գնդակով ու շատ հաջող փոխանցում կատարեց Հակոբյանի ուղղությամբ, պետք է արագացնել Հակոբյան նկատեց Նելսոն Հարությունյանին, լավ ընդունեց գնդակը Հարությունյանը ու դեպի Սիեն փոխանցում Սիեն ուղարկում է գնդակը Դավիթ Սարգսյանին Սարգսյան շատ լավ էր մտածել, բայց գնդակը Մոսյանին չհասավ, քանի որ Կարապետյանը արդեն նահանջել է ու պաշտպանությունում օգնում է խաղընկերներին իսկապես լավ հանդիպում է անցկացնում Էրիկ Կարապետյանը հիմա հենց նա է գնդակով Չստացվեց Սիեին անցնել, հետո խախտում տեղի ունեցավ Կարապետյանի կողմից, իհարկե ողջ ուժով արդեն Մադրիդի Ռեալը հասկանալի կերպով արդեն իսկ այս րոպեից սկսած կարծում եմ չի գրոհի մինչ այս բանն էլ չնայած արդեն նույն կերպ վարվում են Ռեալի ֆուտբոլիստները ու փորձում են արդեն հանդիպումը ավարտին մոտեցնել բավական խաղաժամանակ չունի արդեն իսկ Մոնակոն իր տրամադրության տակ 5 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք այս րոպեները ինչ կտան Մոնակոին Ես իսկ կնետի Մոսյանը հիմա արդեն շապում է, արդեն տեսեք Մոնակոն նույնիսկ դարպասապահ Բլնդոյանը միջև դաշտի միջին հատվածը մոտեցել է ու իհարկե Մոնակոն ողջ կազմով մրցակցի Տուգանային հրապարակում է կատարված է եզրային նետումը Սարոյանը հեռացեց գնդակը հիմա արդեն ավելի մոտ տարածությունից կնետի Մոնակոն եզրից ու արդեն նույնիսկ Բլնդոյանը միացել է Մոնակոյի գրոհին ու տեսնենք Կատարված է եզրային նետումը Բլնդոյանի ուղղությամբ հենց ու անկյունային է վաստակում, այո, այստեղ այս իրավիճակում Մոնակոն Դավիթ Սարգսյանն է տեղադրում հիմա էլ գնդակը Կա փոխանցումը եւս մեկ անգամ հեռացեցին գնդակը նորից իհարկե գնդակը կլինի Մոնակոյինը, բայց ոչ մի փոխանցում առայժմ արդյունավետ չի ստացվում Մոսյան Գուցե անատապես գործի Մոսյանը այստեղ, իհարկե նա կարող է, մնաց գնդակով Սուրեն Մոսյանը հիմա դեպի Հակոբյանը փոխանցում, կա Մանուկյանի ճնշումը թիկունքից ու դա տվեց իր արդյունքը Ռեալի ֆուտբոլիստի կողմից Մանուկյան, բայց հետո Նելսոն Հարությունյանը վրա հասավ ու խլեց գնդակը Մանուկյանից Սարգսյան այստեղ էլ Հակոբյանի շրջանցել չստացվեց, Մանուչարյանի մոտ է գնդակը բավական Խառը ֆուտբոլ է ընթանում ու հիմա եզից կնետի Մոնակոն Մկրչյան կա փոխանցումը Դավիթ Սարգսյանի ուղղությամբ թողեց Սարգսյանն էլ գնդակը Մոսյանին ու շարժվում է առաջ Մոսյանը երկու մրցակցի անցավ դեպի Հակոբյանը փոխանցում Հակոբյան դեպի Հարությունյանը բայց այստեղ Հակոբյանը ինչպես է պաշտպանվում Հովհաննիսյանն էլ դեպի Մանուկյան ուղարկեց գնդակու հակագրոհի անցնում Մադրիդի Ռեալը Մանուկյան ստացվեց այստեղ անցում կատարել փոխանցում նույնպես բայց Հովհաննիսյանը հիմա է հարվածում ու շեղությամբ է ստացվում Հովհաննիսյանի կատարած հարվածը Վայ Սարգսյանն է հիմա էլ գնդակով հիմա արդեն կգնա Մոնակոն ողջ կազմով առաջ փրկելու այս հանդիպումը բայց այստեղ ոչինչ չտվեց այս գրոհը Մոնակոյի ֆուտբոլիստներին առայժմ առաջի խաղակեսում գրանցված արդյունքը մնում է անփոփոխ հաշիվը մնում է անփոփոխ ու դա Առավելություն է այս պահին տալիս այս պահին 3 միավորի արժեք ունի Մադրիդի Ռեալի համար Մանուչարյան չստացվեց Իհարկե հասկանալի էր ինչ էր մտածել Մանուչարյան այս իրավիճակում բայց հարվածը չստացվեց Արթուր Հակոբյան Բարձից փոխանցում Հակոբյանից Ալիրեզան ամեն դեպքում դիպավ գնդակին քանի որ չենք կարող ասել արդյոք Էրիկ Սարգսյանը կհասներ այս գնդակին թե ոչ
ու հիմա նորից գնդակը կլինի Մոնակոին է։ Նորից եզրային նետում է պատրաստվում Մոնակոն, նույնիսկ այո, նորից Բլնդոյանը մրցացի տուգանային հրապարակում է ու հիմա հենց ինքն է գնդակով թողեց գնդակը Մկրտչյանին, Հարությունյան հարված ու այստեղ բրավո Կարապետյանին հասցրեց փագել նույնիսկ Հարությունյանի հարվածի ճանապարհը, եթե այստեղ Հարությունյանը հարված է նախապատրաստել, անկյունային է վաստակել Մոնակոն, Հակոբյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում դեպի տուգանային հրապարակ Սարգսյան հարված Սարոյանը կարծես կանգնեց գնդակի ճանապարհին հիմա էլ Կարապետյանը Մանուկյան դատարկ է դարպասը բայց այստեղ չացավ գնդակը Մոսյանից ինչ հետաքրքիր հանդիպում ենք իսկապես դիտում Մոսյան մնաց գնդակով այստեղ ռիսկի դիմեց Կարապետյանը Մոսյանին դիպչելու դեպքում միանգամից կարմիր կստանար ու Ալիրեզան էլ պահեց գնդակը դաշտի սահմաններում հիմա երկար փոխանցում առաջ ու տեսնենք հարված կլինի Մադրիդ Ռեալի դարպասից վերջին րոպեն է արդեն ընթանում հանդիպման Կարապետյանն էլ հարված ստացավ ոտքին հիմա վտանգավոր փոխանցում ենք տեսնում բայց Բլնդոյանը վերցեց գնդակու հիմա շտապում է Մոնակոն վերջին գրոհը կամ գրոհներից մեկը լավ էր մտածված բայց այստեղ չկար ոչ ոք Մոնակոից հեռացեց գնդակը Եղիազարյանը բայց Վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է, այո, այս գրոհը նույնիսկ թույլ չտվեց մրցավարը ավարտին հասնել Մոնակոյին, քանի որ ժամանակը արդեն սպառվել էր 3-2 գոլառատ խաղում ամեն դեպքում առաջին խաղակեսում գրանցված արդյունքի շնորհիվ հաղթում է Ռեալը ու վաստակում երթական 3 միավորը հանդիպումն ավարտված է մեզ մոտ կարճատև դադար է, որից հետո խաղային երեկոն կշարունակեն Յուվենտուսն ու Չելսին